Արմենակ Դանիելյան։ Պարոն Ավինյան, որ քիչ առաջ ասում էիք, Մայր Հայաստանն է ներկայացնում այսուհետ հաղթանակ թաղամասի բնակիչներին, այո, իսկ ինչու ոչ, Մայր Հայաստանն է ներկայացնում նաև թե հաղթանակ թաղամասի բնակիչներին, թե Սիլիկյան թաղամասի բնակիչներին եւ ընդհանրապես Երևան քաղաքի բնակիչներին, որովհետեւ մենք առաջնային մանդատով ընտրված քաղաքային պարլամենտի ներկայացուցիչներ ենք ու ներկայացնում ենք բոլոր երևանցիների շահերը այստեղ ու իրավունք ունենք իրենց բացատրած հարցը այստեղ բացացնել։ Հիմա ես նիստի սկզբում մի հատ հարց բարձրացեցի, որի պատասխանը միջի հիմա չլսեցի։ Հուսով եմ հիմա կհանչեցնեք այդ թիվը։ Ինչ թիվ է 5 դրվել քաղաքային տրանսպորտի բյուջեն հաշվարկվելուց 21 միլիարդ 300 միլիոն մասին է խոսքը։ Օրական փոխադրումների մասով ինչ թիվ է 5 դրվել։ Այդ հարցին չեք պատասխանել։ Ուրեմն խոսում եք ստվերից, խոսում եք կոնկրետ դիցուկ ասեմ տրանսպորտի մասով, խոսում եք, որ ստվեր է եղել, այո, ստվեր է եղել, երբ որ կանխիկ շրջանառություն է եղել, ստվեր է եղել, հիմա էլ ստվեր կա, դա արդեն իրավապահների հարցն է, որ քննեն, տեսնեն որտեղ է այդ ստվերը, մենք արդեն որոշակի կասկածներ ունենք, որտեղ է դրա մասին բարձրաձայնել ենք։ Հիմա ստվեր ա եղել, բայց ոչ մի պատասխանատու կամ ոչ մի անձ, խոսքը չվերաբերվում վարորդներին, ոչ մի անձ պատասխանատվության չենթարկվեց։ Դիցուկ ավտոբուս ՓԲ-ի տնօրենները, նրանք դիմում են գրե հեռացեք կամ դուք եք հեռացրել, չգիտեմ, մարդիկ պատասխանատվության չեն ենթարկվել։ Ինչքան ասեն շարունակվելու, խոցելու եք ստվերից, բայց առանց մարդկանց պատասխանատվության ենթարկելու։ Երբ ենք տեսնելու այն մարդկանց, ովքեր որ պատասխանատու են եղել ստվերի համար ու իրենք կայնեն իրավապահ մարմինների կամ դատարանի առաջ։ Եվ տրոլեյբուսի մասով հարց ունեմ, որոշել եք, որ տրոլեյբուսը 50 դրամից պետք է դառնա 150 դրամ։ Սա 50% չէ, սա 3 անգամ թանկացում է։ Այս ոնց որոշեցիք, որ տրոլեյբուսը պետք է 3 անգամ թանկանա։ Ինչա դիզվառելիքն է թանկացել տրոլեյբուսի համար, թե գազն է շատ ծախսում տրոլեյբուսը, որ որոշել եք տրոլեյբուսը թանկացնեք 3 անգամ։ Ինչ տրամաբանություն կա սրա մեջ։ Պարոն Գրիգորյան։ Վերջից գամ էլի, հիշում եք հանձնաժողովի նիստի ժամանակ, որ ասում էի անկախ բովանդակությունից նաև ձևն է, էլի կարևոր, լավ, հիմա դուք մտածում եք, որ պետք է ասենք այդ տրոլեյբուսի գազի գինն է շատացել, այտենց հեգնական հարց տակ ու սենց բոլոր հարցերին ճշգրիտ մենք պատասխանենք, լավ, կարելի է ի վերջո ինչ որ նորմալ քաղաքակիրթ շփման միջավայր հաստատել, թե չի կարելի։ Հա, գազի գինն է շատացել, դրա համար ենք որոշել։ Ինչպիսի հարց, այդպիսի պատասխան։ Ինչ վերաբերում է մնացածին եւ գազելներից ասում եք ստվերից եք խոսում, դուք եք գազելներից կներեք, գազելներից դուք եք խոսում, ասում եք գնացել են գծատերերի հետ խոսացել ենք, ոնց էին օգուտով աշխատում, ասեմ ինչ հարց տակ, որ հասկանաք, դուք եք, մի գորեք, մի գորացեք տեղից, պարոն Իսկանդարյան, դուք եք ասում, հետո ձեր գործընկեր պարոն Սարգսյանն էր ասում, բայց մի ընդհատեք, այդ գազելի գծատերերին ում հետ տենց լավ շփվում եք, հարցրեք այդ ձեր որոշ վարորդներ, ինչի չեն կարողանում ավտոբուս ՓԲ-ում օրինակ աշխատանքի ընդունվեն, ինչի չեն կարողանում ցույց տալ, որ իրենք վարորդի ստաժ ունեն, կարող է նրանից է, որ գրանցված աշխատող չեն եղել, հարկերից խուսափել են, դրա հիման վրա է եղել, այդ հարցերը տվեք, միգուցե այդ հարցերը տաք, եթե անկեղծ պատասխաններ ստանաք, այդ հարցերը չբերեք այս դահլիճ։ Շնորհակալություն։ Արձագանք։ Չստացա ուրեմն ստվերի մասով հարցից պատասխանը կամ ստվերի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պատասխանը չստացա։ Տրոլեյբուսի մասով շատ սրամիտ պատասխանեցիք, դա քաղաքային իշխանության պատասխան չէր, մեղմ ասեմ, լավ։ Եվ նաև այս առաջի հարցս, որ տվել եմ նիստի սկզբում, մինչ հիմա պատասխան չստացա, չգիտեմ խի խուսափում եք այս հարցին պատասխանելուց։ Պարոն Դադիլյան, ուղևորահոսքի մասով այսօր ուղևորահոսքի թիվ բարձրաձայնել եմ 1, եթե ձեր հարցը հավաքանու հարց էր, ուրեմն իմ պատասխանել քաղաքային իշխանության պատասխաներ, էլ չեմ ասում, որ շատ անգամ անդրադարձել ենք դրան, որ տրոլեյբուսների պարկը շարունակաբար արդիականացվում է, ունենք արդեն 30 նոր տրոլեյբուսներ, յուտոնք եւ ժոնգտոնք, եւ ես կարծում եմ, որ եթե դուք դրանք տեսնում եք, իսկ երևի պետքա տեսնեք, եթե այդ ոլորտից հարց եք տալիս, այդտեղ պետքա հարց չառաջանա։ Գինը վերանայվում է, որտեղ շարունակական ներդրումներ են կատարվում այդ ոլորտում։ Երկրորդ հարցս։ Խնդրեմ։
նախ տրոլեյբուսի մասով հիշեցնեմ, որ նաև Երևան քաղաքում նաև կան տրոլեյբուսներ եւ 30-40 տարեկան տրոլեյբուսներ են, որ բարձրանում է ծխի հոտ է գալիս, ասում ես խիա ծխի հոտ գալի, ասում եմ փեչերն էի միացրել, դա ուղղակի։ Հիմա դուք ասում եք գազելներ, նախկին գազելներ, չգիտեմ, մահվան գազելներ, ծուխանող Hyundai-ներ, ուրեմն պարզվում է այդ նախկին գազելները կամ ծուխանող Hyundai-ները ավելի մոբիլ են աշխատել, քան այսօրվա ձեր գծած տրանսպորտային համակարգը։ Ինչի համար եմ ասում, որ դուս են գալի կանգառներ, տեսնում եք ինչքան է տրանսպորտը ուշանում, ինչքան է կուտակումներ լինում եւ այդ մարդիկ ինչպես են տրոլեյբուս նստում կամ ավտոբուս բարձրանում, խցկված, եթե նախկինում բանով գազելով գնում էին իրար գիկնստած, հիմա գնում են իրար գրկած, կանգնած գրկած ուղակի։ Հիմա ասա ինչի համար եմ ասում, ինձ դիմել են Դավիթաշեն վարչական շրջանից եւ Նորաշեն թաղամասից մի քանի բնակիչներ, ասելով որ նախկինում մի հատ գիծ կար, երթուղի կար, գիծ իրանց բառով ասեցի, երթուղի կար, որը գալիս էր Դավիթաշենից գնում էր Նորաշեն թաղամասով Բանգլադեշ։ Մալասիա Սեբաստիա վարչական շրջան։ Այդ երթուղին չի գործում։ Իրանք դիմել են, միջնորդել են, ինձ միջնորդելով ասել են, այդ հացը բարձրացրա, այդ գիծը վերականգնեն, այդ երթուղին վերականգնեն, որպեսզի կարողանանք Դավիթաշենից գանք Նորաշեն թաղամաս, գնանք 15 թաղամաս, գնանք Բանգլադեշ այդ երթուղով։ Այդ հարցով կուզեի մի հատ նորմալ պատասխան լսեի, որ մարդիկ լսեին, իմանային, որ առաջիկա այդ հարցը կլուծվի։ Ձեր առաջարկը լսեցինք, տրանսպորտի վարչությանը կխնդրեմ, որ հարցը ուսումնասիրի, ինչ վերաբերում է հին տրոլեյբուսներին, ուրեմն տրամաբանությունը նոր ճեպազրույցի ժամանակ էլ էի ասում, հիմա ասեմ նույնը։ Երբ որ 2013 թվականին առաջարկվում էր 100 դրամը սարքել 150 դրամ, տրամաբանությունը իշխանության ժողովրդի հետ խոսալու հետևյալն էր։ Ժողովուրդ ջան, փողը չի հերիքում, ավել փող տվեք, որ մենք այս ոլորտը բարեփոխենք։ Ժողովուրդն էլ ասեց բարեփոխեք, հետո կդիտարկենք, ավել փող տանք, թե ավել փող չտանք։ Հիմա այդ նույն ձեր ասած տրոլեյբուսի պարտքը շարունակաբար արդիականացվում է, դրա համար քաղաքային իշխանությունը իրան թույլ է տալիս ժողովրդի հետ գնի վերանայման հարց բացի։ Այդ ձեր ասած անգամ հին տրոլեյբուսները շարունակաբար հնարավորին չափով վերանորոգվում են, մինչև ինչպես շատ այլ տրոլեյբուսներ նույն ձևի փոխարինվել են նորերով, այդպես էլ իրենք այդ տրոլեյբուսները կփոխարինվեն նորերով, բայց այդ հավի ձևի պատմությունն է։ Պրոցեսը շարունակական կազմակերպելու համար պետք են ֆինանսական մուտքեր։ Ի տարբերություն նախկին իշխանության են գծատերերի, որոնց հետ շատ սերտ ոնց հասկանում եմ շփվում եք, մենք չենք ասում փողը տվեք, հետո մենք սկսենք բարեփոխում անել։ Մենք բարեփոխումները անում ենք, շարունակում ենք, նոր հետո մեր ժողովրդի հետ թույլ ենք տալիս մեզ խոսալ գների վերանայման մասին։ Այդ է տարբերությունը։ Շնորհակալություն։ Արձագանք։ Ուրեմն պարոն Գրիգորյան, տրոլեյբուսները ինչքան է փոխարինվեն, իրանք մեկը աշխատելու են հոսանքով։ Շատ դեպքերում առանց հոսանք ակումուլյատորի մեջի էներգիայով։ Այսինքն այս դեպքում իրանց գնի բարձրացումը անտրամաբանական է։ Ես նորից հետ վերադառնամ իմ հարցի սկզբում տված այս հարցին, ինչքան էլ նոր տրոլեյբուս բերեք, իրանց ուրեմն ուղևորավարձը չպետք է բարձրանա։ Ինչ վերաբերում է մեկ էլ ստվերի մասով, այս հարցը երրորդ անգամ եմ տալիս, սրա մասով դեռ պատասխան չստացած։ Ստվերի մեղավորները երբ են հայտնվելու, երբ են պատասխանատվության ենթարկվելու։ Պարոն Դանելյան, ինձ թվում է դուք պետքա պետական մարմիններին կամ համայնքային իշխանությանը հարցեր տաք, իմ կարծիքն եմ ասում, ինչ հարց ուզում եք տվեք, բայց իրանց իրավասությունների շրջանակներում, այդ ինչ որ իրավապահ մարմինն ուզում է ինչ որ մեկին պատասխանատվության ենթարկի գնացել ձեռը բռնել, եմ ուզում եմ հասկանամ, ինչ եք այդ հարցը ինձ տալիս։ Հարցը ուղղեք պատկան մարմիններին, որոնք կհամարում եք, որ այդ ոլորտում ունեն լիազորություն իրականացնելու, եւ եթե հիմնավորեք, միգուցե իրենք ձեր ականջալուրն են, իրենց լիազորությունը իրականացնեն կամ ձեզ բացատրեն ինչի իրանք անելիք չունեն այս մասով։ Իսկ ինչ վերաբերում է տրոլեյբուսներին, էլեկտրոտրանսպորտի ձեռքբերման տրամաբանությանը լավ չեք տիրապետում։ Յուտոնք տրոլեյբուսները ավելի թանկարժեք են, քան ման ավտոբուսները եւ էլեկտրական տրանսպորտը ինքը ընթացքում այո ավելի ծախսարդյունավետ է եւ ավելի էժան է, բայց ավելի թանկ է ձեռքբերման պահին եւ երբ որ ձեռք ես բերում նոր շարժակազմ, դա ինքնին արդեն բերա բյուջեի վրա, որը պետքա փակվի։ Մենք արդեն իսկ թվում է շրջապտույտ ենք անում նույն հարցի վերաբերել մի 6-7 անգամ հարց ու պատասխան է հնչել։ Շնորհակալություն։